Հետևաբար մաքսային սահմանին կա խնդիր։ Եթե կա խնդիր, չկա կոռուպցիա, ինչպես կարող չի լինել կոռուպցիա։ Առանց բարձրաստիճան պաշտոնյայի չի կարող լինել կոռուպցիա։ Իշխանությունը որդեգրել է Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման եւ վերջնական լուծարային գործընթացի մեկնարկն է նույնիսկ տվել։ Հարցադրումն է, որից սրանք շատ են վախենում։ Բայց միևնույն ժամանակ ստվերի համար այդպես փառաթող են ստեղծում անընդհատ։ Չկա անվտանգություն, չկա տնտեսություն, չի կարող լինել անվտանգություն։ Հայաստանի վարչապետը ասում է, պետությունը ավելի շատ ծախս է կատարում քաղաքացու վրա, քան թե ինքը իր համար։ Հայաստանի վարչապետը ստում է 26 թվականը, ես ունեմ համոզմունք, որ կազդարվի շատ բարի լուրով եւ կհեռացնենք իշխանությունները։ Այսինքն ընտրություն, ապա հետընտրական զարգացում։ Իմպիչմենտի համար կան բավականին լեգիտիմ եւ լեգալ հիմքեր, շատ են դրանք։ Բարև ձեզ, հարգելի հետևորդներ, այսօր Պանորամա հարցազրույցների տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանին։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություններ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Համաշխարհային բանկը օրերս հրապարակեց մի ուսումնասիրություն Հայաստանում կատարված, ըստ որի, ասենք, խոշոր բիզնեսի ներկայացուցիչների շրջանում անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ բիզնեսի հիմնական համար առաջի խոչընդոտը համարում են կոռուպցիան։ Հատկանշական է, որ փոքր բիզնեսի ընդամենը 22%-ն է, այնտեղ մոտ 50%-ը 45 համարում, որ կոռուպցիան հիմնական խոչընդոտն է, իսկ փոքր բիզնեսի ընդամենը 22%։ Ինչպես կգնահատեք այս երևույթը։ Շատ բարձ, որովհետև խոշոր բիզնեսը այն հատվածն է, այս սեկտորն է, որ շատ ավելի է առնչվում եւ շատ ավելի հարցերի լուծման առումով այդպես առնչվում է հենց բուն կոռուպցիայի հետ։ Մանր բիզնեսը կամ միկրո բիզնեսը շատ հազվադեպ է առնչվում կամ նույնիսկ չի էլ առնչվում, որովհետև նրանք ունենալով շատ փոքր շրջանառություն, պետական մարմինների հետ շփումների նվազագույն մակարդակ, հետևաբար նրանք այդքան չեն էլ տեսնում բիզնեսի համար որպես խոչընդոտ կոռուպցիա, նրանք շատ ավելի տեսնում են խոչընդոտները խոշորների հետ մրցակցությունը, անբարենպաստ հարկային միջավայրը, բանկային տոկոսադրույքները եւ այսպես շարունակ հիմնական խոչընդոտները։ Խոշոր բիզնեսը դա շատ վառ է տեսնում։ Ինչպես է վառ տեսնում։ Օրինակ, պետական գնումներից եկեք սկսենք։ Պետական գնումներին մասնակցության համար անհրաժեշտ է ունենալ իհարկե որոշակի բարձր շրջանառություն, ակտիվներ, կարողություն, պատմություն, որպեսզի կարողանան մասնակցեն պետական գնումներին։ Եվ խոշոր բիզնեսը դիմելով անդադ խոչընդոտների հանդիպելով հասկանում է, որ այդ պետական գնումների մեծ մասը, օրինակ, միշտ նույն կազմակերպությունն է շատ ավելի բարենպաստ դիրքում հայտնվում եւ շահողի դերքից հանդես գալիս, եւ իրանք երբեւե չեն կարողանում մտնել։ Մեկ օրինակ, ճանապարհաշինության մեջ որևէ պատմություն չունեցող, շրջանառություն չունեցող նախորդ տարիների կազմակերպությունը ասֆալտապատման խոշորագույն պետական գնումը մրցույթը հաղթել է եւ ինքնասպասարկում մինչեւ այսօր եւ որևէ մեկը չի կարողանում այստեղ մուտք գործել։ Շինարարության ոլորտ եկեք գնանք, բազմաթիվ են հրապարակումները, որ ինչպես են տրամադրվում այդ շինթույլտվությունները, ավարտական ակտերը եւ այսպես շարունակ։ Գնանք այլ ոլորտ, մաքսային ոլորտ։ Ինչու է հենց հիմա օրինակ կառավարությունը կենտրոնացել փոքր եւ միջին բիզնեսի վրա եւ հարկային դրույքաչափերի բարձրացում, տուգանային այդպես դրույքաչափերի բարձրացումները իրականացնում, իբր թե չի կարողանում ապրանքային շրջանառության պատշաճ հսկողություն կատարի։ Որն է սրա պատճառը։ Սրա պատճառը մեկն է։ Գոյություն ունի պետական սահմանից, մաքսային սահմանից մուտքի խնդիր։ Այսինքն, եթե որևէ ապրանք Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանից մտել է ներս Հայաստանի Հանրապետության տարածք, նա արդեն ունի հետագծելիություն եւ չի կարող երբեւե այդ ապրանքի հաշվառման այդպես ամբողջ շղթան չապահովի։ Հետևաբար մաքսային սահմանին կա խնդիր։ Եթե կա խնդիր, չկա կոռուպցիա, ինչպես կարող չլինել կոռուպցիա։ Հարկային մարմիններում կարող է չլինել կոռուպցիա, եթե մաքսային սահմանից բաց է թողնվում, չի կարող չլինել կոռուպցիա։ Եվ այսպես շարունակ, այսինքն պետական գնումների համակարգ, շինթույլտվությունների տրամադրման համակարգ, հարկային մաքսային համակարգ, տարբեր իրավապահ համակարգեր, խոշոր բիզնեսը պարբերաբար առնչություն ունենում է եւ տեսնում է, չէ՞ որ կա խնդիր։ Դրա համար պատկերը այդպեսին է եւ որպես արդեն սրա այդպես բետոնապատում վերջնական հիմնավորվածության, եկեք ձեզ եւս մեկ անգամ հիշեցնեմ հաշվեկնիչ պալատի հաշվետվությունը պետական գնումների կեսը մոտավորապես մեկ անձից էր կատարվել։ Իսկ սա ինչ է, եթե ոչ կոռուպցիա։
Իսկ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենքով մեկ անձից շատ սահմանափակ դեպքերում կարող են գնում կատարել։ Այն դեպքում կարող են գնում կատարել, երբ որ գնվող ապրանքը կամ ծառայությունը սպეციფიկ բնույթով պայմանավորված միայն մեկ անձից կարող են ձեռք բերել, իսկ դա օրինակ ասֆալտապատումը հաստատ այդպես չի, շատ մատակարարումներ պետական մարմիններին սկսած թղթից վերջացրած այդպես արտահայտության եւ այլ մատակարարումներով հաստատ մի հոգի չի կարող դա մատակարարել, եւ վերջացրած նրանով, այսինքն գնումների մասին օրենքը շարունակելով կարող են իրականացնել, երբ որ պայմանականորեն մեկ մատակարար կազմակերպության հետ կնքել են պայմանագիր, դեռևս այդպես աշխատանքը կամ մատակարարումը չավարտած վիճակում նպատակահարմար չի այդ նույն ապրանքի համար երկրորդ կազմակերպության կամ այլ կազմակերպությունների համար մրցույթ հայտարարեն, պայմանագիր երկարաձգում են, որպեսզի ավարտին հասցնեն։ Որպեսզի ավելի պարզ լինի մեզ լսող հայրենակիցների համար, պատկերացրեք շինարարական այդպես գնում է կատարվում 4 հարկանի շենքի կառուցապատման եւ մեկ ընկերություն 3 հարկը կառուցապատել է, պատրաստվում է արդեն 4-րդ հարկը գնալ, պայմանագրի մեջ չի եղել, շատ ավելի ինքը նպատակահարմար եւ քիչ ծախսատար է, որ 4-րդ հարկը այդ նույն գործը կատարած անձին հանձնարարել, քան թե 4-րդ հարկի համար նոր մրցույթ հայտարարել։ Այսինքն բացի այսպիսի դեպքերը, որոնք որ շատ հատուկ եւ յուրահատուկ դեպքեր են, մնացած բոլոր դեպքերում պետք է տեղի ունենա մրցույթ։ Իսկ հաշվեկնիչ պալատը տալիս է եզրակացություն, որ Հայաստանում պետական գնումների կեսը կատարվել է մեկ անձից։ Սա ինձ այն կողմ պետք է համաշխարհային բանկը գա Հայաստանի Հանրապետությունում հարցում անի, որ մենք իմանանք կոռուպցիա կա թե չէ։ Փաստը, որ հիմնականում խոշոր բիզնեսն է դժգոհում կոռուպցիայից, դա խոսում է այն մասին, որ հիմնականում խոշոր չինովնիկները, եթե չասենք բարձրագույն մագարտակով է կոռուպցիայի մեջ թաթախված, այլ ոչ թե մանր չինովնիկն է, դժվար է պատկերացնել, որ մանր չինովնիկը խոշոր բիզնեսի հարց է լուծում։ Տեսեք, եթե մենք ասում ենք կոռուպցիա, ապա կոռուպցիան առանց բարձր պաշտոնյաների եւ ամենաբարձր պաշտոնյաների առանց իշխանության հովանավորության, թույլտվության, թողտվության դա ուղղակի անհնար երևույթ է։ Եթե մանր կաշառակերությունների մասին ենք խոսում, նույնիսկ կարելի է դրան չանդրադառնալ։ Այսինքն մանր կաշառակերությունը ստորին խավի պաշտոնյայի կամ միջին այդպես պաշտոնյայի հետ որոշակի կաշառակերության դեպքերը, դրանց վրա կարելի է նույնիսկ աչք փակել։ Որևէ բանի այդպես խոչընդոտ չի հանդիսանում, պետական զարգացման այդպես խոչընդոտ չի հանդիսանում։ Հայ հենց ձեր ասած կոռուպցիան, դա սա նույնիսկ չի էլ կարելի կասկածի տակ դնել եւ քննարկել, ասել բարձրաստիճան պաշտոնյաները ներգրաված են թե չէ։ Առանց բարձրաստիճան պաշտոնյայի չի կարող լինել կոռուպցիա։ Միանշանակ է, որ խոշոր բիզնեսը դա առաջին հերթին նաև արտաքին ներդրումներն են Հայաստանում։ Համաշխարհային բանկի գնահատականներով բիզնեսը նաև մատնանշել է որպես բիզնեսի խոչընդոտ ֆինանսների դժվար մատչելիությունը եւ անվտանգությունը։ Փոխանակ իշխանությունները բարձր մակարդակով մեղմեն են խոչընդոտները, մի հատ էլ կոռուպցիոն գործոն են, նոր խոչընդոտ են առաջացնում։ Ինչ տրամաբանությունը այստեղ որն է։ Գնում են, խարակիրի են գնում, ինչի են գնում իշխանությունները։ Եթե դուք հարցնում եք ձեր տրամաբանության մասին, ապա ձեր տրամաբանությունը չի կարող սա ընկալել եւ շղթան տրամաբանական կառուցել։ Եթե հարցը իշխանության տրամաբանության մասին է, ապա լիովին տեղավորվում է գործողությունը նպատակադրման հետ։ Ինձ համար գոնե կասկածի տեղ չկա, որ իշխանությունը որդեգրել է Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման եւ վերջնական լուծարային գործընթացի մեկնարկն է նույնիսկ տվել։ Այսպիսի պայմաններում, որ դուք զարմանում եք, ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք։ Այսինքն, այս մարդիկ շատ ծրագրավորված ու շատ սահուն երբեմն որոշակի խոչընդոտներ մենք տարբեր մարդիկ եւ այլն ստեղծում ենք իրենց համար ապամոնտաժումը կանխելու համար, բայց իրանք գնում են իրենց ճանապարհով։ Խոշոր բիզնեսը ճիշտ է, շատ կարևորագույն օղակ է եւ խոշոր բիզնեսը առանձնակի հոգատարության եւ հոգացության կարիք ունի, որովհետեւ խոշոր բիզնեսն է հիմնական բարիք ստեղծողը, հիմնական աշխատատեղեր ստեղծողը, խոշոր Հայաստանի առաջին խոշոր 1000 հարկ վճարողները վճարում են Հայաստանի պետական բյուջեի 75%-ից ավելի հարկը, այսինքն այդ նույն պետական պաշտոնյաները նաեւ սնվում են այստեղից։ Խոշոր բիզնեսը խնդիր ունի դրամական միջոցների ներգրավման, բանկային բարձր տոկոսադրույքները մեզ վառ օրինակ,
բանկային այդպես վերաբերմունքը բիզնեսին ոչ թե գործընկերության տեսանկյունից, այլ բիզնեսին ավելի շատ խոչընդոտելու, հարկաբյուջետային քաղաքականությունը շատ վատ, մի հատ է սրան գումարում ենք անվտանգային համակարգը, Հայաստանի այդպես ապագայի անկանխատեսելիությունը, բնականաբար խոշոր բիզնեսը նպատակադրում չունի զարգանալու կամ լրացուցիչ ներդրումներ իրականացնելու։ Մի հատ էլ եթե սրան գումարում ենք կոռուպցիան, ընդհանրապես ամբողջ այդ շահագրգռվածությունը վերանում է այստեղ։ Եվ խոշոր բիզնեսը պատկերացրեք այդ թվարկածները, ինչը որ ասեցինք, ինչն է ապահովում Հայաստանի Հանրապետության, եթե նրանք որոշում են, որ պետք է տեղափոխվեն Հայաստանի Հանրապետությունից, հատկապես արդյունաբերությունը։ Արդյունաբերություն կա հենց հիմա, արդյունաբերության վրա հարկային տերոր, հարկային հարձակումները հասցնում են այնպիսի իրավիճակի, վստահեցնում եմ, կազմակերպության մոտ չկա որևէ տեսակի խնդիր։ Ուղղակի գոյություն ունի այդպես հարկ հավաքագրելու լրացուցիչ ցանկություն, այս մարդկանց ասում են հարկը վճարեք, նրանք էլ ասում են ինչի կա վճարել ենք, եկեք, կա խնդիր, առաջադրեք, մենք էլ եթե գտնենք, որ այո դուք ճիշտ եք, մենք սխալը կվճարենք։ Քրեական անհարկի գործեր են հարուցում, համակարգիչներ են առգրավում, տարիներով համակարգիչներ տանում պահում են քննչական մարմիններում, գործը չի քննվում, այս մարդիկ նոր սերվերներ, նոր համակարգիչներ են ձեռք բերում, այսինքն այս ամեն ինչը որ գումարում ենք, խոշոր բիզնես չի ասելու, որ կոռուպցիա կա, չէ՞ որ դա էլ դրսևորման տեսակ է, կոռուպցիայի դրսևորման տեսակ է։ Հետ վերադառնալով նորից խոշոր բիզնեսի կարևորությանը եւ իշխանության վարած քաղաքականությանը, ցեզ եւս մեկ անգամ հիասթափեցնեմ, որ իշխանությունը գնում է իր որդեգրած ծրագրով, անշեղորեն ընդ որում։ Իշխանությունները բարձրացնում են հարկային բեռը, ընդլայնում են հարկվող դաշտը։ Սա ինչի մասին է խոսում։ Սա նախորդ ասացի շարունակությունն է եւ միևնույն ժամանակ ավելի շատ փող ստեղծելու, փող աշխատելու մոլուցքը։ Տեսեք, եթե իշխանությունը որդեգրել է Հայաստանի Հանրապետության լուծարման կամ ապամոնտաժման քաղաքականությունը, ինքը չի կարող, չէ՞, այդպես մի օր որոշել եւ ասել վերջ Հայաստանի Հանրապետությունը այլևս գոյություն չունի։ Ինքը պետք է ստեղծի այդ նախապայմանները, որպեսզի կարողանա հայտարարության նվազագույն հայտարարությամբ հանդես գա։ Հարկային բեռը բարձրացնելով ինչ օրինակ եկեք կենտրոնանանք այստեղ արդեն միկրոփոքր միջին բիզնեսի վրա վերջին փոփոխություններով շրջանառության հարկի փոփոխություններով։ Հարկային բեռը ավելացնելով երկու զարգացման սցենար կարող է լինել։ Առաջինը փակվում են որոշակի տնտեսվարողներ, որովհետև միկրոբիզնեսի համար չնչին այդպես տեղաշարժերը, չնչին ծախսային բեռի ավելացումները կարող են հանգեցնել դուք մինչև փակման։ Ինչու՞, որովհետև այս մարդիկ չեն կարողանում մրցակցել։ Իրանք ունեն շատ սահմանափակ շուկա եւ օրինակ պայմանականորեն սուպերմարկետից 200 մետր հեռավորության վրա փոքրիկ խանութը հազիվ կարողանա գոյատևել եւ սոցիալական խնդիր լուծել։ Նրան ի սկզբանե պետք չի դիտարկել որպես տնտեսվարող, հարկատու եւ հարկային մուտքերի ակնկալիք ունենալ։ Այդպես տնտեսական քաղաքականությունը պետք չի տարանջատել սոցիալական քաղաքականությունից։ Մարդը սոցիալական խնդիր է լուծում։ Հետևաբար պետք է այդ կառավարության անդամներ ասվածները միմյանց հետ համագործակցելով, հորիզոնական համագործակցելով էկոնոմիկայի նախարարություն, ֆինանսների նախարարություն, պետեկամուտների կոմիտե, սոցիալ նախարարություն, վերջում իրանց այդ գլխավորությամբ պետք է կարողանան սոցիալ-տնտեսական քաղաքականություն մշակեն, ոչ թե տնտեսական քաղաքականություն իբր թե իհարկե։ Սրանք որ ասում ճակերտների մեջ վերցեք, որովհետև սրանք ոչ մի բանի քաղաքականություն չունեն, բացի քանդման քաղաքականությունը։ Նրանք տնտեսական քաղաքականություն մշակեն, որը խոչընդոտում է սոցիալական քաղաքականությունը, սոցիալական քաղաքականությունն էլ սոցիալական քաղաքականություն մշակելով այդպես էլ որևէ արդյունք չկարողանա ստանալ։ Սա առաջին այդպես շերտը, որը գնալու է փակման։ Երկրորդ շերտը գալիս է գների վրա ազդեցություն։ Այսինքն, եթե հարկային բեռի ավելացում է իրականացվում, պատկերացրեք փոքր են այնպիսի կազմակերպություններ, որոնք 1, 2, 3 աշխատատեղ հազիվ ստեղծել են, հազիվ կարողանում են գոյատևել։ Ունեն նույնիսկ աշխատակցի պահելու խնդիր։ Ինչու՞, որովհետև խոշորը այստեղ շատ ավելի մրցունական, ավելի բարձր վարձատրությամբ է կարողանում աշխատակցին ավելի բարենպաստ պայմաններ առաջարկի, ես մանր բիզնեսը նույնիսկ չէ կարողանում աշխատողներ գրավի։ Հետևաբար հարկային բեռի ավելացումը խոչընդոտում է աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հետագա պլանին, երկրորդ լրացուցիչ ծախսերը ավելացնում է մարդու համար, որը պետք է բերի գների աճի, այսինքն պետք է ինքը ավելի թանկ վաճառի, որպեսզի կարողանա գոյատևի նույն նմանատիպ պայմաններում։
Օրինակ, վերջերս գնաճի վերաբերյալ արդեն տեղեկությունները, որ տեղադրվեցին Արմստատում, եւ իշխանությունը ասում է 2.5% ինչ որ գնաճ ունենք, մոտավորապես 400-ից ավելի անուն ունեցող ապրանքների միջին գնաճ է տալիս ու այդպես հանրության անդադ մոլորության մեջ է գցում։ Բայց որքանով է հանգացել օրինակ կարակը 19%, ձեթը 20%, միրգ բանջարեղենը 18-ից 20%, Առաջին անհրաժեշտության ամեն ապրանքները։ ինչը, այն ինչը որ մարդիկ օգտագործում են, սուրճը, կակաոն 20% մոտավորապես կակաոն է ավելացել, թեյը 16%, սուրճը 7-8%, ոչ ալկոհոլային խմիչքները 12-13%, այսինքն պատկերացրեք ինչի մասին ենք խոսում։ Այս հարկային բարձրացումները նաև բերում են գնաճի։ Գնաճի իր հերթին աշխատավարձի բարձրացման, այդ աշխատավարձի այդպես նույն նույն մակարդակի պահպանման պայմաններում բերում է շատ ավելի աղքատացման։ Աղքատությունը իր հետ բերում է արտագաղթ իր հետ բերում է երկրի դատարկման, վերջերս էլ կհիշեք իշխանության պատգամավոր կոչվածներից մի քանիս հայտարարություններով էին հանդես գալիս, որ այդ ադրբեջանցի 300,000 իբր թե տեղ հանվածների հետ վերադարձ Հայաստանի Հանրապետություն պրոպագանդելու համար, ասում են Հայաստանում պետք է ներգաղթ ապահովենք, որպեսզի կարողանանք դեմոգրաֆիկ պատկերը որոշակի այդպես շտկենք։ Այսինքն զուգահեռ քաղաքականություններ են սրանց պետք չի տարանջատած դիտարկել։ Մի կողմից տանում են աղքատության, տեսեք, փոքր միջինի հարկային բեռի ավելացումը, տուգանքների դրույքաչափերի բարձրացումները բերում է յուրաքանչյուր քաղաքացու վրա բացասական ազդեցության։ Յուրաքանչյուր քաղաքացու վրա բացասական ազդեցությունը բնականաբար բերում է արդեն պետության դիմադրողականության անկման, որովհետև պետությունը Հայաստանը կարող է ուժեղ լինել այնքան, որքան ուժեղ է նրա յուրաքանչյուր անհատը, նրա յուրաքանչյուր քաղաքացին։ Հիմա ոնց կարող ենք Հայաստանի Հանրապետության թույլատրել, շատ հեշտ, յուրաքանչյուր քաղաքացու վրա անընդհատ աշխատելով բացասական ազդեցություններ ավելացնելով յուրաքանչյուրին անհատապես թույլատնելով։ Ինքը հարկերի բարձրացումը ունի նաև աքսոմատիկ տնտեսական էֆեկտ, չէ՞, ինչքան բարձրացվում է հարկերը, ստվերն է զուգահեռ մեծանում նաև, չէ՞։ Կան ոլորտներ, որ այո հնարավոր է ստվերի ավելացում լինի, ծառայությունների ոլորտում մասնավորապես դա շատ հնարավոր է, առևտրի ոլորտում պակաս հնարավոր է, արտադրության ոլորտում եւ հնարավոր է եւ հնարավոր չէ, կախված արդեն տեսակից։ Տեսեք, այս իշխանությունները ստվերային տնտեսությունը կամ ստվերին աջակցելը հաստատ իրենց մոտ վախ առաջացնում է, որովհետև նրանց մի կողմից է, մյուս կողմից էլ փող է պետք, բյուջեն պետքա փող բերի, այսինքն ստվերային հարցադրումն է, որից սրանք շատ են վախենում։ Բայց միևնույն ժամանակ ստվերի համար այդպես պարարտ հող են ստեղծում անընդհատ։ Երկու եկեք մոտեցում որդեգրենք, ինչպես արեցին, որ ստվերը Հայաստանում շատ ավելին լինի։ Կանխիկ դրամի, կանխիկ շրջանառության սահմանափակման միջոցով եւ հարկերի բարձրացման միջոցով։ Փողը այնպիսի բան է, որ փողի վերահսկողություն այդպես չի կարելի ուղղակի առանց գիտակցելու, խորքային ուսումնասիրելու իրականացնել։ Նույնը հարկային բեռի ավելացումն է, առանց ընդունելի հարկային բեռ սահմանելու կամ այդ արդյունավետ հարկադրույքը, հարկային դրույքաչափ առանց որոշելու չի կարելի ուղղակի բարձրացումները կատարել, որովհետև իրանք անմիջապես տանում են տնտեսության դեպի ստվեր։ Օրինակ, ինչ եղավ, երբ որ աշխարհը սկսեց կանխիկ դրամի դեմ պայքարել։ Կանխիկ դրամի դեմ պայքարեցին բանկային համակարգի միջոցով, որպեսզի բոլորը տեղի ունենան բանկային փոխանցումներով թափանցիկ եւ բաց, արդյունքում ինչ առաջացավ՝ կրիպտո արժույթ, որը ավելի անվերահսկելի է, չէ՞, այսինքն շատ ավելի տնտեսությունը գնաց դեպի ստվեր։ Հիմա պայմանականորեն մենք միմյանց հետ առևտուրի որևէ գործարք ենք կատարում, ես չեմ ցանկանում, որ դուք ինձ փոխանցում կատարեք, կանխիկի սահմանափակում կա, չեք կարող որևէ այլ կերպ, մենք կարող ենք գալ համաձայնության կրիպտոյով միմյանց փոխանցելու վերաբերյալ։ Սա մեկ։ Երկրորդ հարկային բեռն է։ Հարկային բեռը, այսպես ասած, ծանր բեռը կիսում ենք մենք միմյանց հետ։ Եթե դուք ինձ վաճառում եք ինչ-որ ապրանք 120,000 դրամով, որից պետք է 20,000 հարկ վճարեք, դուք ասում եք, գիտեք, կարող եք կամ կրիպտոյով կամ կանխիկով ինձ վճարել, բայց 110,000 կվճարեք։ Երկուսս էլ ձեռնտու է։ Դուք այն 10,000-ը, այսինքն 20,000 խնայեցիք, հարկը չվճարեցիք, 10,000-ի լրացուցիչ օգուտ գեներացրեցիք, ես էլ 10,000 խնայեցի։ Սա միանշանակ տանում է նաև դեպի ստվերային տնտեսություն։ Հետո մի հատ էլ գալու են, ասեն ստվերի դեմ ենք պայքարում։ Բայց ստվերը այն
պետություն քանդող սրանց օրոք նկատի ունեմ այս իշխանության ժամանակահատվածում պետության համար այն բացասական հետևանքները չի առաջացնում, ինչ որ փոքր միջինի փակվելը եւ գնաճը։ Սրանք շատ ավելի վտանգավոր են, որովհետեւ յուրաքանչյուր քաղաքացու վրա ազդեցություն են ունենում։ Ստվերի դեպքում, այո, բյուջեն կարող է տուժել, այո, պետությունը կարող է դրանից թուլանալ, բայց եթե անհատը դեռևս ուժեղ է, հույս ունենք, որ մի քանի ամսվա ընթացքում իշխանափոխության պարագայում ստվերից կարող ենք բերել արդեն թափանցիկ դաշտ եւ ուժեղ անհատի պարագայում նաեւ պետություն դարձնենք ուժեղ։ Եվ փորձենք իրան դիտարկենք ամբողջական շղթայի մեջ, գիտեք մենք հիմա ինչ ենք քննարկում, վատ թե ավելի վատ, այսինքն որն է ավելի վատ։ Սրանք կատարել են մի գործողություն կամ գործողությունների շղթա, որ անընդհատ բացասական հետևանք է առաջացրել։ Հիմա մենք պետք է հասկանանք, որ բացասականն է շատ ավելի կարճաժամկետ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տանում դեպի տապալման, փորձենք դա կանխենք, երկրորդը բաց թողնենք, մինչև որ իշխանափոխությունը տեղի ունենա։ Ապագայում հարկային դաշտը ընդլայնելու սովորական քաղաքացուն հարկելու նպատակ չի հետապնդում համընդհանուր եկամտի հայտարարների սիստեմի ներդրում։ Տեսեք, պետությունները զարգանում են, տարբեր սցենարներ կարող եք լսել անընդհատ, կրթություն, գիտություն, դրանք բոլորը ընդ որում օբյեկտիվ են եւ ճշմարիտ են, մշակույթ, ավանդապահություն, կրոն, այդպես առողջապահություն եւ այլ ամեն ինչի մասին կարող եք լսել։ Բայց դրանց բոլորի պահպանման համար գոյություն ունի մի համակարգ տնտեսություն։ Առանց սրա ուղղակի հնարավոր չի ոչինչ բան իրականացնել։ Մենք նաև միշտ տնտեսությունը անվտանգության հետ փոխկապակցում ենք, որովհետև առանց մեկը մյուսը չի կարող լինել։ Չկա անվտանգություն, չկա տնտեսություն, չկա տնտեսություն, չի կարող լինել անվտանգություն։ Իսկ տնտեսություն ասվածը, այդպես պետք չի իրան բարդ պատկերացնել։ Ինքը շատ պրիմիտիվ է։ Գոյություն ունի հարկաբյուջետային քաղաքականություն, դրամավարկային քաղաքականություն։ Հարկաբյուջետային քաղաքականության միջոցով աշխատող, արարող, ստեղծող մարդու հարկային դրույքաչափ դնում ես այնքան ընդունելի, որ իր համար դա բերք չլինի եւ ինքը տրամադրված լինի, այսինքն լրացուցիչ դու իրեն մոտիվացնես, որ նա աշխատի արդյունք ստեղծի, ոչ թե բարձր հարկադրույքներից խուսափի եւ չաշխատի, նախընտրի չաշխատելը։ Ծախսային քաղաքականությունը, այսինքն հարկաբյուջետային բաժանում են եկամտային եւ ծախսային քաղաքականություններին։ Ծախսային քաղաքականությունները դա յուրաքանչյուր անհատի վրա կատարվող, այսինքն պետության համար կատարվող այն ծախսերն են, որ անհատը հարկը վճարելուց ակնկալում է ստանալ պետությունից այդպիսի ծառայությունները։ Օրինակ, որ Հայաստանի վարչապետը ասում է պետությունը ավելի շատ ծախս է կատարում քաղաքացու վրա, քան թե ինքը իր համար, Հայաստանի վարչապետը ստում է, որովհետև հարկը միմիայն կարող ես հավաքագրել եւ ստվերային տնտեսության դեմ պայքարել բացառապես, երբ որ քաղաքացին զգում է, որ պետական ծախսերը կատարվում են նպատակային եւ ուղղված են իրեն։ Հարկատու եք դուք, անվտանգություն ստանում եք ձեր վճարած հարկերի դիմաց, թե չէ։ Անկախ հարկի սահմանումից, որ ինքը օրենքով սահմանված համապարտադիր վճար է, ոչ ինքը ծառայության վճար է։ Պետությունը եւ քաղաքացին մտնում են քաղաքիրավական հարաբերությունների մեջ։ Ես վճարում եմ հարկը, որպեսզի դրա դիմաց ստանամ անվտանգություն, կրթություն, առողջություն, ասֆալտապատ ճանապարհ եւ այլն։ Այն ինչը որ կարող ենք թվարկել, որն ենք ստանում։ Ստանանք ներքին իրավապահ համակարգի արդյունավետ աշխատանք։ 2 օր առաջ էի նորից կարդում։ Միայն առաջին եռամսյակում 2025 թվականի սպանությունների դեպքերը 750 էր։ Սա նորմալ է։ Սեփականության իրավունքը ուրիշ բան հիշեցնեմ ձեզ։ Կհիշեք, որ տրանսպորտային միջոցների պետհամարանիշները գողանում էին, Telegram ինչ որ համարի միջոցով ասում էին գումար թողեք, որ գաք պետհամարանիշ հետ տանեք։ Սեփականատերը գնում է ոստիկանություն, ասում է գողացել են, հայտարարություն են տալիս հանցագործության մասին, գողացել են իմ պետհամարանիշը, նոր պետհամարանիշ տվեք, ասում է փողը վճարի, որ տրամադրենք։ Այսինքն պետությունը իր ֆունկցիան չի կատարում, որպեսզի այն մարդու սեփականության իրավունքը պաշտպանի։ Պետության թերացման պատճառով չէ գողացան։ Մի հատ էլ փող ա ուզում, որ վերականգնի նրա սեփականությունը։ Այս աբսուրդային պայմաններում որևէ մեկը չի ցանկանա հարկ վճարի։ Հարկ վճարելը ոչ թե քաղաքացին պետք է գիտակցի որպես պարտականություն, այլ հարկ վճարելը պետք է գիտակցի որպես իր բարեկեցության նոված ծառայության վճարի տրամադրում։ Հայաստանում ո՞ր քաղաքացու մոտ կա այդպիսի գիտակցում։ Կամ թվարկածս այդ անվտանգություն, առողջություն եւ այլն ո՞ր մեկն եք ստանում դուք պատշաճ կերպով։ Ոչ մեկը։ Այսինքն հարկաբյուջետային քաղաքականությունը հասկացանք, ավելորդ հարկային բեռի սահմանում պետական ծախսերի անարդյունավետ վատնումներ, նույնիսկ փոշիացումներ։ Կամ դրամավարկային քաղաքականությանը։ Որքան են տոկոսադրույքները։
Հիպոթեկային վարկի տոկոսադրույքները 14%, մինչև 15%։ Ընդ որում անորոշությունը պահպանվում են հիպոթեկային վարկի պայմանագրերում, որ եթե փոխարժեքի այսքան տատանում կլինի, համաշխարհային այսինչը կլինի եւ այլն, շատ այդպես իրավական լեզվաոճով չծանրաբեռնեմ մեր զրույցը, ապա նա կարող է ավելի բարձրանալ։ 14% դուք պատկերացնում եք ինչ է նշանակում հիպոթեկային վարկ սպասարկել։ Սպառողական վարկերը 25%, փաստացի տոկոսադրույքները մինչև 32% են հասնում։ Հասկանում եք, այսինքն փողը ինչքան թանկ է։ Մի կողմից հարկային բեռ, որը որ չես ցանկանում սպասարկես, հաջորդ կողմից փողը այնքան է թանկ, որ չես կարողանում հետ բերես։ Ինքը ինչպես հասանք էսպիսի տոկոսադրույքներին, այսպիսի բարձր տոկոսադրույքներին։ Շատ այդպես ուսումնասիրություններ են կատարել ճապոնական տնտեսական դպրոցներ, ամերիկյան, եվրոպական տարբեր տոկոսադրույքի վրա ազդեցություն ունի, ամենաուղիղ ազդեցությունը ունեն պետական պարտքը։ Պետական պարտքը ավելացրեց, պարտատոմսերը թողարկում է 9%-ով, բանկի համար շատ ավելի հեշտ է 9%-ով կայուն եկամուտ ձեռք բերի, քան թե Արմեն Վարդանյանին ռիսկային վարկ տրամադրի։ Այսինքն 9%-ով տեղաբաշխելու դեպքում իր ֆինանսական միջոցները, ձեզ ասում է, որպեսզի ռիսկերս կարողանամ կառավարելի դարձնեմ, 24%-ով եմ վարկը տալիս։ Այ երբ որ պետական պարտքը չավելանար այսպես, պետական պարտատոմսերը այդքան բարձր տոկոսադրույքով ձեռք չբերեին, բանկներ գալու ձեզ խնդրել, որ ձեզ վարկավորի ու 7%-ով էր ձեզ վարկ տրամադրելու, հիպոթեկայինը 4%-ով էր տրամադրելու։ Հիմա տնտեսությունից եկանք հարկաբյուջետային դրամավարկային քաղաքականություններ։ Երկու քաղաքականություններ բառից բուն իմաստով տապալված է։ Դուք մի կողմից ունեք բարձր տոկոսադրույքներ, ունեք անվերահսկելի փոխարժեքներ, որը նաև դու գանում է արտահանում, հաջորդ կողմից ունեք բարձր հարկային բեռ, ունեք պետական անարդյունավետ ծախսեր։ Վերջերս այս 4 բաղադրիչն է։ Այս ամեն ինչի շուրջ պետք է տեղի ունենա, այդպես ասած, տնտեսական քաղաքականությունը։ Դրան զուգահեռ կառավարության նիստերում, յուրաքանչյուր կառավարության նիստում մենք ականատես ենք լինում, թե ինչպես են շարունակում սխալ քաղաքականությունը։ Մի կողմից հայտարարում են, որ ծրագրերը արդյունավետ չեն, բայց նույն ծրագիրը, նույն ասենք խոշոր անասնագլխաքանակի ավելացման վարչապետը հայտարարում է, որ արդյունավետ չի, բայց նույն նիստին լրացուցիչ ֆինանսներ են ներդրվում այդ ծրագրերում ու փոշիացվում է այդ միջոցները, միլիարդներ։ Տեսեք, իրենք իրենց փողը չեն տալիս։ Նրանք պետության հետ իրանք չեն նույնականացնում։ Յուրաքանչյուր կառավարություն պետք է պետական բյուջեի փողերը նույնականացնի իր անձնական ընտանեկան բյուջեի փողերի հետ եւ դրա արդյունավետությունը գնահատի։ Հիմա եկեք սոցիալ-հոգեբանական տեսանկյունից հարցին մոտենանք, հա։ Կառավարության այդ նույն անդամները, որ այդ ծախսերը գծագրում են, ծրագրերն իրականացնում են եւ այլն, այդ նույն անդամները կյանքում բակային մի հատ փոքրիկ ընդ նոր անկախացած ժամանակաշրջանում Հայաստանի կհիշեք կոմիսիոններ կային։ Մի հատ կոմիսիոնի կյանքում բացած ու աշխատացրած կան, արդյունք կյանքում ստեղծած կան, մի հատ դրանց հետագիծը նայեք։ Այս մարդիկ չգիտեն ինչ նշանակում փողը ներդնել, ներդրումից ստանալ եկամուտ։ Ներդրման փոխհատուցում, չգիտեն ինչ նշանակում։ Դուք ո՞նց եք պատկերացնում իրանք իրականացնեն որևէ ծրագիր, որը արդյունավետ լինի։ Երկու ծրագրի վրա եկեք կենտրոնանանք, շատ էլի չծանրաբեռնելով։ Այդպես տավարաբուծության զարգացման ծրագիր մինչև 300 միլիոն ներդրում էին իրականացնում։ 300 միլիոն ներդրումը 3 տարում հետ վերադարձելիության ժամկետով։ Որևէ կերպ ոնց հաշվարկում ես, որպես հետագա մսարտադրության վաճառքից եկամուտ, թե կաթնատվության վաճառքից, կաթնարտադրության վաճառքից եկամուտ, որևէ կերպ չէր փոխհատուցվում։ Այսինքն, ի սկզբանե, եթե Արմեն Վարդանյանը ցանկանում է 300 միլիոն դրամ ծրագրից օգտվի անասնապահության զարգացման համար, Արմեն Վարդանյանը իրականացնում է հաշվարկը, որովհետև ֆերմեր է ինքը, որովհետև ինքը ռացիոնալ մարդ է, որովհետև ինքը այս կառավարության նման իռացիոնալ չի։ Եվ տեսնում է, որ շահութաբերություն չկա եւ ինքը չի կարող այդ վերադարձնել, մի հատ էլ կարող է իր ունեցվածքը կորցնել, ինքը չի գնում այս ծրագրի իրականացման, հետեւաբար ծրագիրը պետք է տապալվի։ Իռացիոնալ մարդիկ գնում են, որովհետև նրանք առանց հաշվարկի ասում են, վայ, 300 միլիոն փող են տալիս, ինչ ենք մտածում։ Վերցնում են, չեն կարողանում հետ վերադարձեն, իրենք տուժում են, պետությունը տուժում։ Հաջորդ ծրագիրը խաղաղագործության մթերման աշխատանքների դեպքում ինչ էին անում։ Փողը տրամադրում են մթերող կազմակերպությունների վարկերի տոկոսների սուբսիդավորման նպատակով։ Մթերող կազմակերպությանն է անմիջապես տալիս։ Մթերող կազմակերպությունը ինչ է անում նման պարագայում։ Իր վարկի տոկոսադրույքը սպասարկում է, ըստ էության ինքը ծախս չունի։
շատ ավելի լավ որ գումար կա, եւ գումարը կարող է տնօրինել առանց հավելյալ հետագա ծախսի սպասարկում, այսինքն այժմ փող ունի ինքը, շատ մեղմ ձևակերպած։ Թողնում է գյուղացիների մոտ, ասում է խաղողը քաղեք գալիս է։ Երեք օր թողնում արևի տակ, խաղողը դե բնականաբար արևից նոր քաղաց խաղողը չորանում է, ջրազրկվում է, քաշի կորուստ է ունենում, որակական հատկանիշների կորուստ է ունենում, բնականաբար դա չի կարող գնի վրա ազդեցություն չունենա։ Այսինքն նախապես պայմանականորեն պլանավորած 100 դրամ արդեն դառնում է 60 դրամ։ Եղավ որ գյուղացին դուժեց չկարողացավ նույնիսկ իր գյուղատնտեսական վարկերը սպասարկել, եւ նա այլևս չի ցանկանում հաջորդ տարի խաղողագործությամբ զբաղվել։ Մթերող կազմակերպությունը ինչ է անում։ Այդ վերստում արդեն որակազրկվածը, էժան սպիրտն էլ բերում է Հայաստանի Հանրապետություն, խառնում է իր սպիրտը ստանում ու արտահանում է ԵԱՏՄ երկրներ։ Այսինքն պետությունը ծախս է կատարում մի բանի համար, որը քանդում է այս պետությունը։ Դուք հիմա ակնկալում եք, որ պետական այդ ծրագրերը պետք է արդյունավետ լինեն։ Ոչ իհարկե։ Պարոն Սարգսյան, մենք խոսեցինք մի ոլորտի աղետալի վիճակի մասին։ Միանշանակ է եւ կարող ենք վստահեցնել, որ մյուս ոլորտներն էլ անվտանգություն, արտաքին հարաբերություններ, բոլոր ոլորտներում այս պատկերն է։ Ինչպես ենք տեսնում ելք այս վիճակից։ Կարող է կակալել, որ ձեր շարժումը առաջիկայում մասնակցի օրինակ 26 թվականի ընտրություններին, գոնե ընտրություններով հեռացնենք իշխանություն։ Իհարկե կարող ենք ակնկալել, դա ոչ թաքցնում ենք, ոչ է թաքցնելու բանը։ Մեր նպատակը, քանի որ Հայաստանի Հանրապետության հզորացումը եւ Հայաստանի Հանրապետության հարատևումն ապահովելն է, իշխանափոխությունը դրա նպատակին հասնելու առաջնային քայլերից մեկն է։ Եվ եթե մենք նպատակադրում ենք մի բան, որի համար անհրաժեշտ է արմատախիլ անել իշխանությանը կամ գոնե փոփոխել իշխանությանը, ապա իհարկե չի կարելի նույնիսկ այդ քայլին չգնալ։ Այսինքն կնշանակի, որ մենք նույնիսկ անկեղծ չենք, եթե հակառակը հայտարարենք։ Հետևաբար 26 թվականը, եթե ոչ իհարկե ավելի շուտ, 26 թվականը ես ունեմ համոզմունք, որ կազդարվի շատ բարի լուրով եւ կհեռացնենք իշխանություններին։ Փորձագիտական շրջանում կա տեսակետ, որ ընտրություններով հնարավոր չի այս իշխանություններին հեռացնել, ձեր կարծիքը։ Ես չեմ ցանկանում այդ փորձագիտական շրջանակների այդպես համոզմունքները եւ փորձագիտական իրենց ենթադրությունները մեկնաբանել, որովհետեւ դրանց մեջ էլ կան շատ օբյեկտիվ եւ ճշմարիտ տարրեր, բայց եթե հնարավոր չի, ապա պետք է նաեւ զուգորդել այլ գործողությունով։ Ընտրություններով հնարավոր չի, տարբեր դիմադրության շարժումներ այսպես եղան, հնարավոր չեղավ, չկա երրորդ տարբերակ, որն է երրորդ տարբերակը։ Հետևաբար, եթե այս երկու առանձին տարբերակներով չեն լինում, դրանց միախառնություն միգուցե լինի։ Այսինքն ընտրություն, ապա հետընտրական զարգացում։ Սցենար է, որ օրինակ կարելի է դիտարկել։ Եվ ես նորից եմ կրկնում, ես այն համոզմունքին ու հավատին եմ, որ նույնիսկ ընտրություններով հնարավոր է սրանց փոխել։ Չնայած իրենք ամեն ինչ արեցին, որ մնան, այդ թվում ընտրական օրենսգրքում փոփոխությունը, որ նույնիսկ արդեն ցուցանիշները հրապարակման փուլում, որ տեսնեն իրենք պարտում են, կարող են ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարել եւ չեղարկել ընտրությունների արդյունքների եւ մնալ, բայց դուք պատկերացրեք դրա դեմ հակաաշխատող միջոցառումը ինչքան շատ հեշտ կլինի մեր համար։ Այսինքն հանրությունը տեսնում է, որ ՔՊ-ի իշխանությունը պարտված է, բայց միևնույն ժամանակ ՔՊ-ն մնում է իշխանության կեղծ օրակարգով։ Այդ հանրությունը դուրս է չէ գալու շպրտելու։ Սա էլ եղավ ընտրություն գումարած հետընտրական զարգացումների միախառնուրդ։ Հարցը լուծված է։ Այսօր կարծես թե փորձում են երրորդ ճանապարհով գնալ, իմպիչմենտի ճանապարհով, ձեր կարծիքը։ Իմպիչմենտի համար կան բավականին լեգիտիմ եւ լեգալ հիմքեր, շատ են դրանք, առավոտից երեկո կարելի է թվարկել։ Մեկն էլ հենց այս ՓՄԶ ոլորտի հարկերի ավելացումներն է։ Տրամադրել է խոստում 2025 թվականի բյուջեում, 2020-ից 24 ՓՄԶ զարգացման ռազմավարությունում, պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում, կառավարության ծրագրում 21-26 թվականի բոլոր տեղերում ասել է ՓՄԶ-ին դի զարգացին, ՓՄԶ-ին տապալում է։ Խաբելա, խնդրեմ, իմպիչմենտի համար բավարար պատճառ, պայման։ Ընտրական խոստումները խաբելա, Արցախի հարցով ասել Արցախի հարցը պետք է լուծենք, Արցախը հանձնելա,
շատ էլ չթվարկեմ։ Ընդհանրապես պետք է այդ ամեն ինչը հանրությանը ճիշտ մատուցել, հանրային ճնշման տակ կարծում եմ կարելի է հասնել հաջողության, բայց դրանք ես մի քանի անգամ ասել եմ, նորից եմ կրկնում, դրանք մարտավարության, ռազմավարության, ճաշակի հարցեր են, ով որ ճանապարհը կընտրի, եթե հնարավոր է որ ունենա հաջողություն, ապա ես միայն ողջունում այդպիսի նախաձեռնությունները։ Եթե ես բավարար չափով համոզմունք ունենայի, որ դա կարող է ունենալ հաջողություն, ես ինքս կնախաձեռնեի։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, հետաքրքիր բովանդակալից զրույցի համար։ Պանորամայի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մեր հյուրն էր Հայաստանի Ես եմ նախաձեռնության եւ ղեկավար Նայիրի Սարգսյանը։ Շնորհակալություն մեզ ունկնդրելու համար, կհանդիպենք առաջիկա եթերներում, ցտեսություն։